Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը եւ Եվրախորհրդարանի կողմից հայգերիներին վերադարձնելու բանաձևի ընդունումը շաբաթվա կարևոր լուրերը Armenia Today-ից։ Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին, Երևանը հաստատել է այդ տեղեկությունը։ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Բաքվից պահանջելով անհապաղ ազատ արձակել հայգերիներին։ Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը Բաքվի բանտում։ Թուրքական լրատվամիջոցներին տրված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել է, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Երևանի առաջնահերթությունների թվում չէ, սակայն ցեղասպանության փաստը չի կարելի հերքել։ Գլխավոր դատախազը դիմել է ազգային ժողով պատգամավորներ Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար։ Գլխավոր դատախազությունը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրել։ Անհետ կորածների հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովը Երևանին եւ Բաքվին առաջարկել է ներդնել ԴՆԹ-ի համեմատության անկախ մեխանիզմ անհետ կորածներին հայտնաբերելու համար։ Միրզոյանը Նյու Դելիում Հնդկաստանի համաշխարհային հարցերով խորհրդի նիստում հայտարարել է Հնդկաստանի հետ պաշտպանական համագործակցության ընդլայնման մասին։ Ալբանիայի մայրաքաղաքում հայ ազատ ոճի իմբիշ Լևիկ Միքայելյանը հաղթել է ադրբեջանցուն եւ դարձել շամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։ Կնյազի Բոյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Խաչատուր Խաչատրյանը բրոնզե։